Մասիվում ենք, տեսնենք Մասիմով կամաձայնվի մեր հետ ճանապարհ գնալ։ Ամենից համաձայնվեց։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրեմ։ Որտեղ ենք գնում։ Նանսենի։ Որտեղ է որ։ Նանսենը առաջին մասիվ Գայի արձանից հետո։ Գայի արձանի հետևը Մոլդովականի մոտ։ Շատ լավ գնացինք։ Ես Նարեկն եմ։ Ուրախ եմ շատ, Անահիտ եմ։ Շատ հաճելի Անահիտ չէ։ Ես դասախոսում եմ։ Ոնց եք որոշել, ոնց եք դարձել դասախոս երիտասարդ տարիքում ասենց։ Ես հենց նույն բաժինն եմ ավարտել։ Գերազանցությամբ ավարտել եք ու հետո հրավիրել են Հենց նույն բաժնից հրավեր եմ ստացել ու համաձայնվել։ Գիտեք, մի հատ գաղափար ունենք մենք, որ ուզում ենք ներկայացնենք հենց որը կապված է պոլիտեխնիկի հետ ու նաև բարձր տեխնոլոգիաների ուղղության հետ։ Ինչն է մեր գաղափարը, որ երիտասարդության մեջ ռեգիոններում Երևանում դեռ հեշտ է, բայց ռեգիոններում աշխատատեղեր ապահովելու համար պետք է վերջի 2 տարում վերապատրաստման դասեր լինի ու պոլիտեխնիկը գնա ռեկրուտ անի, բերի ֆինանսավորում ունենա պետությունից, բերի լավ աշակերտներին, ասենք մաթեմատիկայից, ֆիզիկայից, երկրաչափությունից, ով որ լավ է, լավ բազա ունի, իրանց հրավիրի, բերի պոլիտեխնիկ ու որ իրանք անվճար սովորեն։ Хорошо։ Շատ լավ նախագիծ։ Ես ինքս սահմանամերձ գյուղից եմ։ Որտեղից եք։ Տավուշից։ Եթե աշխատանք ունեն իրանք ավարտելուց հետո, ավելի լավ է ուղղորդենք ստեղ, քան ստե գնան օրինակ ես միջազգայինն եմ երկրորդ կրթությունս, միջազգային հարաբերություններ, որը ավարտելուց հետո դու չունես աշխատանք քո մասնագիտությամբ։ Մեր մասով ճկուն է, այսինքն այդ 4 տարիների ընթացքում հնարավորություն ունես քեզ փորձես բոլոր այդ նշածս ոլորտներում ու կողմնորոշվես կոնկրետ քեզ մոտ որն է լավ ստացվում, որն է քեզ ավելի հոգեհարազատ։ Ոնց է կարծում, եթե ավարտելու ժամանակ օրինակ IT-ի մեջ մի հատ խնդիր կա։ Սկսնակներին չեն ուզում աշխատանքի վերցնեն, բայց միջին մասնագիտական բազա ունեցողներին ոնց որ շատ մեծ պահանջարկ կա։ Եթե պետությունը առաջի 2 տարին աջակցի, միանշանակ ինչ առումով, որովհետև մեր մասնագիտականը աշխատաշուկան պահանջում են հիմնականում ամբողջ դրեք։ Եթե լինի միանշանակ գործատուները հաստատ մեծ ուրախությամբ ինձ թվում է կհամաձայնեն, որովհետև մինչև այդ 2 տարիներ արդեն տարիներն են անցնում, մասնագետն է դառնում մասնագետ ու արդեն փորձ է ձեռք բերում ու հեշտ կինտեգրվի աշխատաշուկա։ Այդ շատ լավ գաղափար է, եթե իրականացվի։ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո շարժում է ստեղծվել Հայաստանում, որի հիմնական նպատակն է քաղաքական թեմատիկայից դուրս գալ ու կոնկրետ առաջարկներ անել մեր հանրությանը լուծումը Հայաստանի զարգացման նրանում է, որ քաղաքական ռիտորիկան թարգենք, սկսենք գործ անել, աշխատել ու ամեն ուղղության համար իր ծրագրերը։ Եթե ժամանակ ունենաք, խնդրում եմ ժամանակ հատկացրեք, մի 1 ժամ ուղղակի մեր գաղափարներին ծանոթացեք, եթե ինչ-որ կրիտիկաներ կլինի, կարող եք մեր էջ կամ իմ էջ գրել, մենք ուրախությամբ լսենք։ Այս պահին մենք տեսնում ենք, որ ոնց որ արդեն ունենք 11000 անդամ կամավոր, ովքեր միացել են մեզ, այն հույսով, որ մենք ինչ-որ փոփոխություն որակական կարողանանք անել։ Մեծ խնդիրներ եմ տեսել տարբեր ոլորտներում, որոնք խանգարում են մեր երկրին զարգանալու։ Դա առաջարկելու ենք մեր հասարակությանը եւ երկրորդ առաջարկը մեր լինելու է, որ Հայաստանի պետությունում պետք է հավասարակշռել իշխանությունը, այսինքն միանձնյա իշխանություն պետք է չլինի, պետք է լինի թիմային աշխատանք, որպեսզի մեկը չփորձի դառնալ միանձնյա որոշի ամեն ինչ, որը բերում է իր բարդ հետևանքներին։ Մեր առաջարկն է, որ քաղաքականությունից պետք է մեր պետական մարմինները առանձնանան, ուղղակի գիշեր-ցերեկ զբաղվեն աշխատատեղերի ստեղծմամբ, իսկ Երևանում նաև աշխատանքի որակի փոփոխությամբ, այսինքն աշխատավարձերի վրա աշխատել Երևանում, քանի որ ստե գործազրկության խնդիր չկա, իսկ տարածաշրջաններում աշխատատեղերի ստեղծմամբ։ Հա, հիմնականում կոնկրետ ես մարզից լինելով ինչ-որ նախագծի շրջանակներում ուսումնասիրություն արեցինք, մոնիտորինգ այսպես ասած, կոնկրետ թվականներ, երեխեքը շրջանավարտները, որոնք ավարտել են մեր օրինակ գյուղի հենց միջնակարգ դպրոցը, որ մասն է վերադարձել, ուրեմն սովորածների բարձրագույն կրթություն ունեցողների 100%-ը յուղ չէ վերադարձել։ Իսկ ենթակառուցվածքների լավացումը գյուղերում առաջնային ձեր կարծիքով ենթակառուցվածքների հարցն է թե աշխատատեղերի, ոնց եք կարծում։ Գյուղերում օրինակ աշխատատեղերի, որովհետև
այնտեղ չգիտեմ, մարդիկ մասնագիտական աճ բացարձակ չի լինում, բացառապես եթե զբաղվում են, հա, ինչ-որ բանով դա գյուղատնտեսությունն է, որը էլի պահանջում է մասնագիտական մոտեցումներ։ Մարդիկ աշխատում են ամբողջ տարին, վերջում չեն ունենում արդյունք։ Եթե գոնե թե ինչ-որ նախագծեր լինեն իրականացվում են այդ առումով այնտեղ կրթելու գյուղացիներին, գոնե թե իրենց գործունեությունը լինի արդյունավետ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր զրույց էր։